Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, շնորհակալ ենք Իրանից։ Այո, իրականում Աստծուց մեծ պատիվ է, որ ինքը մեզ իրավունք է տալիս, շնորհք է անում, որ իր առջև գանք եւ իրան երկրպագություն ու փառաբանություն բերենք։ Մեր սրտերը բացենք իր առաջ։ Իրականում սա մեծ ողորմություն է Աստծուց։ Եկեք սա գնահատենք մեր հոգու աշխարհի մեջ, Տեր, սա քեզանից մեծ շնորհք է, որ մենք քո ներկայության մեջ ենք։ Որովհետև Տեր Հիսուսն ասեց, որտեղ 2-3 իմ անունից հավաքված են, ես այնտեղ եմ եւ անոնց մեջ ներկա եմ, թող փառավորվի իր անունը։ Ինքը ներկա է իր հոգիով էստեղ։ Որովհետև Տեր Հիսուսը այսպիսի խոսք ասեց. Երբ որ ինքը ճշմարտության հոգին գա, ամեն ճշմարտության ձեզ պիտի առաջնորդի, իմես պիտի առնի ու ձեզի պիտի տա, եւ ինձի պիտի փառավորի, ասեց Տեր Հիսուսը։ Որտեղ Տիրոջ հոգին է գալիս, այնտեղ Աստծո որդին փառավորվում է, այնտեղ է կատարվում պաշտամունքն ու երկրպագությունը, որովհետև Սուրբ Հոգու նպատակն է, որ Աստծո որդուն բարձրացնի մեր մեջ, Աստծո որդին պաշտվի մեր մեջ, որովհետև ինքն է արժանի։ Մենք հիշում ենք, երբ որ Հովհաննեսը երկնքում տեսավ այն տեսիլքը, 24 երեսները նստած էին եւ կար մեջտեղում մորթված գառնուկը, գրված է, որ 24 երեսներ իրենց պսակները գցեցին առաջ գառնուկի եւ ասեցին միայն դու ես արժանի ամեն փառքը, պատիվ եւ օրհնություն առնելու։ Այո, եկեք մենք էլ միաբանվենք երկնքի փառաբանությանը, երկնքի երկրպագությանը եւ իրականում Աստված հաճում է, որ իր ժողովուրդը փառավորում է Հիսուսին, որովհետև ինքը արժանի է։ Դրա համար թող Տերը փառավորվի։ Կուզեմ նաև միտեղ հիշեցնեմ, կարծես թե խոսքը զուգահեռ եղբայրներիս հետ գնեմ է, ինչ որ իմ սրտիմ կար խոսելու։ Ուրեմն կուզեմ կարդամ բոլորիս ծանոթ տեղ 27 Սաղմոսի մեջ, քանի որ մենք էլ Աստծո տան մեջ ենք, շատ կարիք կա, որ մենք իրականում տեսնենք, որն է մեր նպատակ Աստծո տան մեջ։ Եվ ինչ ասեմ Դավիթը, երբ որ եղբայրն էլ հիշեցեց, որ ասում են, երբ որ ինձ ասում են գնանք Տիրոջ տուն, ես կուրախանայի, եւ որն էր այդ ուրախության պատճառը։ Հիմա եկեք ես նայեմ իմ մեջ, դուք ձեր մեջ։ Արդյոք ես ուրախ եմ, որ Աստծո տան մեջ եմ։ Եվ խոսքը ինչ ուրախության մասին է։ Այստեղ ասում է Սաղմոսի մեջ 27, բոլորիս ծանոթ տեղը 27 Սաղմոս 4-րդ համարը։ Բան մը կխնդրեմ Տիրոջ մեն, ու ասիկա կաղաչեմ, որ կյանքիս բոլոր օրերը Տիրոջը տանը մեջ բնակվեմ, Տիրոջը վայելչությունը տեսնելու, անոր տաճարի մեջ զինք խնդրելու համար, թող փառավորվի իր անունը։ Այո, Դավիթի նպատակն էր, Դավիթի ուրախությունն էր, ոչ թե տաճարի պատերը, ոչ թե տաճարի գեղեցկությունը, հապա տաճարի մեջ քեզի խնդրեմ, քո վայելչությունը տեսնեմ, այստեղ է կատարվեմ երկրպագությունը, պաշտամունքը, իսկ մենք նոր ուխտի պաշտոնյաներ որպես Աստծո զավակներ, որպես եկեղեցի, ես կուզեմ նորից հիշեցնեմ այդ խոսքերը, որը գրված է Հովհաննես ավետարան 16-րդ գլուխ, ուրեմն 13-րդ համարից, որ ինչա կատարվեմ, երբ որ երկրպագությունը առաջանա մեր մեջ, գրված է, որ երբ որ ինքը ճշմարտության հոգին գա, ամեն ճշմարտության պիտի առաջնորդե ձեզ, վասնզի ոչ թե ինքն իր մե պիտի խոսի, հապա ինչ որ լսե զայն պիտի խոսի ու գալիքները պիտի պատմի։ Այո, մենք այստեղ տեսնում ենք, որ Աստծո հոգին գործ ունի մեր մեջ, մեր հետ գործ ունի։ Տեր Հիսուսն ասեց, որ ինքը պիտի խոսի ձեր հետ, ինչ որ ինձանից լսի, պիտի փոխանցի ձեզ։ Եվ Տեր Հիսուսն այսպես ասեց, ով որ ականջ ունի լսելու, թող լսի։ Եվ նա երբ որ հայտնվավ Հովհաննեսին, 7 եկեղեցիների մեջ գրվում է վերջում, ասում է, ով որ լսելու ականջ ունի, թող լսի, թե ինչ կսե հոգին եկեղեցիներուն։ Այո, երբ որ մարդու ականջը բացվում է հոգու ձայնը լսելու, ականջը բացվում է հոգուց առնելու, այնտեղ Քրիստոսը փառավորվում է, այնտեղ Քրիստոսը բարձրանում է, եւ դրա համար շարունակության մեջ ասում է, անիկա զիս պիտի փառավորե, վասնզի իմինես պիտի առնե ու ձեզի պիտի պատմե, փառավորվի իր անունը։ Եվ մենք տեսնում ենք ինչա պատմում Աստծո հոգին մեզ,
պատմում է ավետարանի խոսքը, բացում է ավետարանի խոսքը, այդտեղ է կատարվում երկրպագություն ու պաշտամունք։ Գիշեք, երբ որ Տեր Հիսուսը քարոզի մեջ այսպես ասեց, երբ որ դուք չար եք, ձեր զավակներին աղեք ընծաներ տալ գիտեք, որչափ առավել ձեր երկնավոր հայրը։ Բարի բաներ պիտի տա ձեզի, որ իր մեկը խնդրեք։ Այ իրականում Աստծո խոսքը, երբ որ գալիս է քեզ ու դու ճանաչում ես Աստծո հոգիով, որ դու հայր ունես երկնքում։ Եվ մենք աղոթքի մեջ ասում ենք, ինչպես Տեր Հիսուսը սովորեցրեց. երբ որ աղոթք կանեք, այսպես աղոթեք. Հայր մեր, որ երկինքն ես։ Փառավորվի իր անունը։ Այո, մեր հայրը, որ երկնքում է, իր հոգիով էստեղ ներկա է։ Եվ գրված առաքյալն ասում է, որ մենք աղաղակում ենք Աբբա հայր, այսինքն մեր հայր, իր հոգու միջոցով։ Այստեղ մենք հոգով մկրտված եկեղեցի ենք։ Այստեղ Աստծո հոգին է գործում եւ իր հոգին է մեզի բաց անում, որ Աստված մեր հայրն է։ Այստեղ փառավորվում Աստծո որդին, որ իր որդիով ենք մենք, որդու միջոցով ենք մենք որդիներ դարձել, Սուրբ Հոգին ընդունելով ենք մենք որդիներ դարձել եւ մենք հայր ունենք երկնքում։ Ինչ վիճակի մեջ ես։ Այս ճշմարտությունը ինձ ու քեզ մխիթարում է։ Ինձ ու քեզ ուժ է տալի, որ ես հայր ունեմ, թեկուզ տկարության մեջ, թեկուզ դժվարության մեջ, Տեր, փառք քեզի, որ քո հոգին ինձ ցույց է տալի, որ ես հայր ունեմ։ Եվ ես արտոնություն ունեմ իմ հորը մոտիկանալու։ Եկեք տեսնենք, այստեղ մենք շատերս ծնողներ ենք։ Ինչպես ենք մոտիկանում մեր երեխաներին։ Ինչպիսի գութ կա մեր սրտի մեջ մեր երեխաների նկատմամբ, թեկուզ շատ անգամ իրանք չեն լսում, շատ անգամ արհամարում են, շատ բաների մեջ մեր ուզածով չեն անում, բայց մենք հայր ենք, ունենք այդ սիրտը։ Տեր Հիսուսն էլ ասեց, դուք որ հայր եք, ձեր զավակներին աղեք ընծաներ տալ գիտեք։ Մյուս ավետարանի մեջ այսպես ասում, երբ որ ասում դուք հայր եք, որ ձեր զավակներին աղեք ընծաներ տալ գիտեք, որչափ առավել ձեր հայրը Սուրբ Հոգին պիտի տա անոր, որ իր մե պիտի խնդրեն, փառավորվի իր անունը։ Եվ այստեղ Տիրոջ նպատակն է, որ իր հոգին գործի մեր մեջ։ Եվ մենք իր խոսքը լսենք, իր ձայնը լսենք, որտեղ Տեր Հիսուսն ասեց. «Իմինես պիտի առնի ու ձեզի պիտի պատմի»։ Եվ այդ իր փորձության ժամանակ, երբ որ Տեր Հիսուսը անապատի մեջ էր, մենք էլ շատ անգամ փորձություններով ենք անցնում, դժվարություններով ենք անցնում։ Գրված է, որ հակառակորդը սատանան մոտիկացավ Տիրոջը փորձելու եւ ասեց, եթե դու Աստծո որդին ես, տեսեք, հարցական դրեց, եթե դու Աստծո որդին ես, հələ միա դու ճշտի, դու Աստծո որդի ես, թե չէ։ Մենք այստեղ տեսնում ենք, եթե ասես, եթե դու Աստծո որդի ես, ասա, որ ես քարերին հացը լան։ Տեր Հիսուսն ասեց, գրված է, մարդը ոչ միայն հացով կապրի, հապա ամեն այն խոսքով, որ Աստծո բերանից դուրս կգա։ Այսինքն մենք այստեղ ինչ ենք տեսնում, Աստծո հոգիով մեզ ինչա բաց անում Սուրբ Գիրքը, որ մենք մարդիկ ես։ Այստեղ Տեր Հիսուսը չասեց միայն իմ համար, համաձայն եք, որ այդ խոսքը մեզ էլ է վերաբերվում։ Գրված է ոչ միայն մարդը, ոչ թե ես, հապա ոչ միայն մարդը հացով կապրի, հապա Աստծո բերանից ելած ամեն մի խոսքով։ Այդ խոսքը ինչպես այն ձու քեզ հասնեմ Սուրբ Հոգու միջոցով, ավետարանի ճշմարտությունով, ձեզ ամեն ճշմարտության պիտի առաջնորդի։ Եկեք փառավորենք Տիրոջը, որ Աստծո հոգին մեզ ճշմարտության առաջնորդում։ Աստծո հոգին իր խոսքը բաց անում մեզի որպես կերակուր։ Դրա համար թող Տիրոջ անունը փառավորվի։ Ես կուզեմ իմ խոսքս վերջացնելով գանք Տիրոջ առաջ, խնդրելով ես խոսքի համաձայն, Տեր, դու ես ասել, որ ինձանից պիտի առնի ու ձեզի պիտի պատմի։ Հիմա կարիք ունեմ, Տեր, օգնա, որ այսօր իմ ականջը բացվի, ինչպես դու ասեցիր, ով որ լսելու ականջ ունի, թող նա լսի։ Տեր, կարիք ունեմ քո հոգու ձայնը լսելու, քո հոգուց առնելու, որպեսզի Հիսուսը փառավորվի։ Թող իր անունը փառավորվի, եկեք կանգնենք աղոթքի։ Աստծո հոգում տեղ տանք, իր հոգին էստեղ է։ Գրված է, մենք հիշեցինք, կարդացինք, որ որտեղ 2-3 իմ անունից ես այնտեղ եմ, անոնց մեջ ներկա եմ։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս։